Մեր հիմնադիր ժողովի քննարկումների եւ քվեարկության արդյունքում որոշվել է վարչապետի թեկնածու առաջադրել Տիկին Նինա Կարապետյանցին։ Ինչպես գիտեք, Տիկին Կարապետյանցը կուսակցական չէ։ Այս որոշումը կայացվել է ոչ թե կուսակցական հաշվարկներից, այլ շարժման արժեքային եւ ինստիտուցիոնալ տրամադրություններից։ Իրապաշտպան գործունեությունը ավելի քան 25 տարիների ընթացքում նա ապացուցել է իր սկզբունքայնությունը, անկոտրում կամքը, ճնշումների եւ սպառնալիքների դիմակայելու վճռականություն։ Տիկին Կարապետյանցը նաեւ այն երաշխիքն է, որ մեր առաջարկած ինստիտուցիոնալ փոփոխությունները ներառյալ վարչապետի լիազորությունների կրճատումը իրականացնելու են հետևողականորեն եւ առանց բացառության։ Նա մարմնավորում է այն համախմբող առաջնորդությունը, որն այսօր կենսական է Հայաստանի համար։ Մենք վստահ ենք, որ Տիկին Կարապետյանցը կդառնա համախմբող առաջնորդ բոլոր առողջ ուժերի համար, կկարողանա ամուր ղեկավարել մեր պետությունը եւ բերել կայունություն, խաղաղություն եւ մեր տարածաշրջան։ Այս դժվարին ժամանակներում մենք կանգնած ենք նրա կողքին եւ պատրաստ ենք աջակցել այդ ամենի իրագործմանը։ Շնորհակալություն, ես խոսքը փոխանցեմ Տիկին Կարապետյանցին։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, հայրենակիցներ, նախ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել Դժվար սահմանադրական շարժման բոլոր անդամներին նկատմամբ ցուցաբերած վստահության համար։ Այս վստահությունը եւ մեծ պատիվ է եւ միաժամանակ պարտավորեցնող պատասխանատվություն։ Ես լիովին գիտակցում եմ, որ խոսքը գնում է ոչ թե անձնական հավակնությունների, այլ ազգային միաբանության եւ համախմբման մասին։ Հայաստանը կանգնած է վճռական ընտրությունների առաջ։ Մենք բոլորս գիտենք, որ երկիրը այլևս չի կարող շարունակել ներկայիս ճգնաժամային ուղով իր ընթացքը։ Ժողովուրդը պետք է ստանա իր սահմանությամբ ամրագրված իշխանությունը եւ վերականգնի վստահությունը սեփական պետության նկատմամբ։ Այսօր ես ներկայացնում եմ Դժվար սահմանադրական շարժման հռչակագիրը։ Մենք կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական, հասարակական ուժերին, ինչպես նաեւ բոլոր ազնիվ քաղաքացիներին համախմբվել 3 առանցքային կետերի շուրջ։ Առաջին, պետական խորհուրդ։ Մենք առաջարկում ենք փոխարինել նախագահի ինստիտուտը կոլեգիալ, անկուսակցական, բարձրագույն իշխանությամբ, որը կվերացնի ներկայիս սուպերվարչապետական լիազորությունների մի մասը։ Սա կկանխի իշխանության մենաշնորհը եւ կերաշխավորի երկարաժամկետ լեգիտիմությունը։ Երկրորդ, թվային պետություն։ Պետական կառավարման բոլոր գործառույթները պետք է դառնան թափանցիկ եւ մատչելի։ Քաղաքացին պետք է վայելի ոչ միայն ծառայությունների արագությունը, այլ նաեւ վստահություն, որ պետությունը ծառայում է նրա շահերին, ոչ թե շահագործում է տվյալները։ Երրորդ, համապարփակ անվտանգային համակարգ։ Հայաստանը պետք է ապահովի իր պաշտպանությունը ոչ թե արտաքին երաշխիքների, այլ սեփական ուժերի կազմակերպվածության վրա հիմնվելով։ Անվտանգությունը ներառում է ռազմական, քաղաքական, տեղեկատվական, տնտեսական եւ սոցիալական բաղադրիչներ։ Այս ամենը իրականացնելու համար մենք կարիք ունենք իրականացնել լուստրացիա։ Մենք պետք է վերջ դնենք անցյալի առատավոր պրակտիկային։ Լուստրացիան անհրաժեշտ քայլ է պետական համակարգը մաքրելու նախկին կոռուպցիոն կապերից եւ վերականգնելու հանրային վստահությունը։ Սա չի լինելու հաշվեհարդար, սա օրենքի եւ արդարության սկզբունքով իրականացվող գործընթաց է, որը թույլ կտա նոր իշխանություններին աշխատել մաքուր էջից։ Երկրորդ նախապայմանը մենք առաջարկում ենք շարժման միացող բոլոր ուժերին մինչև նախատեսվող սահմանադրական հանրաքվեն, դա մոտավորապես տարուկես 2 տարի ժամկետ պահանջելու, հայտարարել մորատորիում կուսակցական գաղափարների, ծրագրերի, հակասությունների եւ աշխարհաքաղաքական տարբեր հայացքների վրա։ Սա է մեր համախմբման հռչակագիրը։ Լայն կոնսոլիդացիայից հետո միասնական ճակատը կներկայացնի ծրագրային հռչակագիր եւ կներկայացնի կոալիցիոն ստվերային կառավարությունը, որպեսզի ժողովուրդը հստակ տեսնի, ովքեր են վաղվա Հայաստանի պատասխանատուները։ 2026 թվականի ընտրությունները լինելու են ոչ թե հերթական քաղաքական մրցակցություն, այլ պատմական հանրաքվե Հայաստանի ապագայի շուրջ։ Ժամանակն է միավորվել, ժամանակն է վերադարձել իշխանությանը ժողովրդին։ Շնորհակալություն։ Եթե հարցեր կան, սիրով հարցերին պատասխանենք կամ պարոն Մուսկարաններ իր խոսքը վերացումանի եւ շարունակենք։
Լավ, սիրով, հարցեր։ Չէ, հարցերը կարող է մտել ավելացնենք, որ իրականում սա մենք գտնում ենք, որ շատ կարևոր իրադարձություն է, սա մեր պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որ իրականում մենք ունենք տեխնացու, որը որ իր ամբողջ կյանքով ապացուցել է, թե իր հայասերությունը, թե իր կայունությունը, իր մոտեցումները իրավունքի եւ օրենքի նկատմամբ, եւ ինչ որ շատ կարևոր է մեր համար, այս մոտակա տարիները, դժվարին տարիներ են, աշխարհում է դժվար տարիներ եւ մեր առավել եւս պետք է որ մենք մտնենք օրենքի դաշտ եւ վերականգնենք մեր ժողովրդավարությունը։ Եվ դրա համար մենք գտնում ենք, որ սա իրականում ամենակարևոր իրադարձությունն է մեր պատմության մեջ, որ Տիկին Կարապետյանցի պես տեխնացու ունենք վարչապետի, որը որ իրականում կարողանա համախմբել եւ առաջ տանել այն բոլոր նպատակները, որը որ մենք դրել ենք մեր առաջ։ Չստացվում է այնպես, որ մենք եկել ենք մեզ գովալու, բայց չեմ կարա ես էլ չշեշտեմ Տիկին Կարապետյանցի տեխնատության կարևորությունը, քանի որ բոլոր քաղաքական ուժերն էլ գրեթե ունեն իրենց այսպես կոչված առաջին համարը եւ իրենց մոտ կարա հարց առաջանա, ինչու օրինակ Տիկին Կարապետյանցը եւ ինչու ոչ մենք։ Ես պետք է ասեմ, որ Տիկին Կարապետյանցի արժանինքները իր 25 տարվա իրավապաշտպան գործունեությամբ իր սկզբունքայնությունը, արժեքներին հավատարմությունը, անկոտրում կամքը ճնշումներին դիմանալու, դիմակայելու, չենթարկվելու համակարգի կողմից պարտադրանքներին խոսում է նրա սկզբունքայնության, գաղափարական լինելու եւ որպես մարդ նրա արժեքների մասին։ Բայց դա դեռ բավարար չէ։ Մենք գիտենք, որ քաղաքական դաշտում գործող առաջին համարի, այսպես ասած, հայտ ներկայացրած անձինք կուսակցական են։ Մենք, ինչպես արդեն նշել ենք, գտնում ենք, որ խնդիրը կուսակցական մակարդակում լուծելի չէ, Հայաստանի առաջ ծառացած խնդիրը։ Եվ այստեղ անհրաժեշտ է մինչև կուսակցական պայքարը նախ համակարգային փոփոխություններ բերել, այդ համակարգային փոփոխությունների առաջի եւ ամենաառանցքային կետը իշխանության ճյուղերի տարանջատումն է, որը ինչպես ասել ենք, գործող կամ գոյություն ունեցող դասական մեթոդներով անհնար է Հայաստանում իրականացնել եւ դրա համար առանցքային կարեւորություն ունի այն մոդելը, որը մենք առաջ արկում ենք պետական խորհրդի ներդնել մեր համակարգի մեջ, բայց հաշվի առնելով, որ այդ կոնսոլիդացիան պետքա վեր կուսակցական լինի, Տիկին Կարապետյանցին մենք առաջադրում ենք որպես ոչ կուսակցական անձ, որը կհամախմբի բոլոր գաղափարական ուժերին։ Ինչպես ասեցինք արդեն նախորդ հայտարարված մորատորիումի շրջանակներում, այսինքն գաղափարական եւ աշխարհաքաղաքական հայացքները մի կողմ դնելու եւ միավորվելու սկզբունքի շուրջ։ Շնորհակալություն։ Բացի այն, որ Տիկին Կարապետյանցը վարչապետի տեխնացուն է, ովքեր են ձեր թիմի մյուս անդամներն, օրինակ արդեն պատկերացումներ կան ընտրություններին, եթե մասնակցեք ժողովրդին ընտրողներին, որպես պաշտպանության նախարար, որպես արտգործնախարար, այն կարևոր պոստերին ովքեր են լինելու, դուք եւ ինչպես եք գնալու ընտրություններին, ձեր նախ Ամանադրական շարժումը թե արդեն որպես կուսակցություն գրանցել եք, թե ոչ կխնդրեմ դա հստակեցնեք եւ միայնակ եք գնալ ընտրություններին, թե ձեզ համար օրինակ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը օրինակ այնքան անընդունելի է, որ պատրաստ եք համագործակցել մինչ այս իշխանության եղած ուժերի հետ կամ նոր ձևավորվելիք ուժերի հետ, որոնք օրինակ ռուսական հետք ունեն։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ առաջին հարցի պատասխանը կառավարությունը դեռևս ձևավորված չի, մենք ունենք մարդիկ, որոնք կարող են հավակնել որևէ պաշտոնի, բայց մենք կարծում ենք, որ նախքան կառավարության կազմը հայտարարելը անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա։
որևէ այլ պաշտոնում, որևէ այլ մարդու չենք առաջարկում, որովհետև վստահ ենք, որ միշտ կարող են գտնվել դաշտում ավելի արժանավորները, ովքեր մեր այս պահին պատկերացրած մարդուց գուցե ավելի լավ կազմակերպեն այդ տվյալ ոլորտը։ Դրա համար այսօր ժամանակավրեպ ենք համարում խոսել նախարարների կամ այլ պաշտոնների մասին, միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ 1.5-2 ամսվա ընթացքում ամենաուշը պատրաստվում ենք եւ ծրագիրը եւ կառավարության կազմը ներկայացնել հասարակությանը, մեր հանրությանը եւ այդ խումբը, այդ թիմը կներկայացնի իր տեսիլը ինչպես է կազմակերպելու Հայաստանի զարգացումը արդեն ծրագրային մակարդակում, կառավարման մակարդակում։ Ինչ վերաբերում է համագործակցությունը, խնդրեմ Արտաշես։ Շնորհակալություն, ես մի փոքր եմ գործընկերոջը այդ 1.5-2 ամիս, եթե մեր պատկերացումով պարոն Փաշինյանը գնա արտահերթ ընտրությունների, եթե արտահերթ ընտրություններ չնեն, այլ ունեն հերթական ընտրություններ, դա մինչև ընտրությունները կներկայացվի լայն կոալիցիայի դեպքում մենք ունենանք պարոն Կիրակոսյան, ձեր հարցի մյուս պատասխանն էլ երևի թե նա է, որ մենք դեռևս դուք տեղյակ չեք շարժում ենք որպես դաշինք ենք ձևակերպելու, տարբեր կուսակցությունների դաշինքա լինելու եւ այդ դաշինքը որպես կոալիցիա իր կոալիցիոն կառավարությունն է ունենալու, հենց այնտեղ էլ կորոշվի թե ով որ մի մասը, ասենք, պետքա որտեղ պետքա ինչ-որ մինիստրները, հա, ասենք, մինիստրների բանը այդտեղ կլինի եւ ընդհանրապես սենց է, մենք պատկերացնում ենք, որ իրականում կան ուժեր, որը հաներիցել են, հիմա մենք դրա համար ենք մտցրել մեր ոնց որ կարևոր 3 կետ ունենք, այդ 3 կետերի շուրջ պետք է համախմբենք, բայց ունենք կարևոր բաղադրիչներ, որոնք որ պետք է եթե մարդիկ ընդունեն, բայց ինձ թվում է թե հները չեն ընդունի, այդ լյուստրացիայի հարցը ամենակարևոր, դա ֆիլտրային է իրականում։ Մենք կարողանանք պատկերացում ունենանք, թե եթե մառատորը հայտարարում են կուսակցությունները իրենց գաղափարախոսության վրա աշխարհաքաղաքական հայացքների վրա, թե չէ, ասենք դա էլ է ֆիլտրները, որոնք ցույց են տալու, այս մարդիկ պատրաստ են օրենքի դաշտ մտնելու, այդ մարդիկ պատրաստ են ժողովրդավարության համար պայքարելու, թե իրանք իրենց անձնական շահերն են, ելի ուզում են, որ ամեն մեկը իր ուզած վարչապետին բրդի առաջ, որ ելի սարքեն են նույն բանը, ինչ տեսրենք վերջի 35 տարվա ընթացքում։ Մի քանի հարց ունեմ։ Տեսեք, քանի որ սահմանադրական շարժումը եւ ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է նոր սահմանադրության ներկայացումը հանրության ըստ էության, արդյոք ձեր պատկերացրած սահմանադրության մեջ լինելու է հղումը նախաբանում անկախության հռչակագրին եւ Տիկին Կարապետյանց 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների երրորդ հանրապետության հռչակումից հետո առաջինն է լինելու, երբ Արցախը ամբողջությամբ հայաթափված է եւ ձեզ որպես վարչապետի թեկնածու եմ ուզում հարցնել, ինչպես եք դուք պատկերացնում ընտրվելու պարագայում արցախցիների իրավունքների հետ կապված բանակցությունները եւ արդյոք իրատեսական համարում եք արցախցիների վերադարձը Արցախ։ Շնորհակալություն։ Երեք թեմի տարբերությամբ մենք սահմանադրություն չենք փոխելու, մենք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով ենք գնալու, սա կարևոր բաղադրիչ է, որովհետև պետականությունը պիտի հարատև լինի, պետականությունը չի կարող ըստ նպատակահարմարության ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ խումբ մարդկանց նպատակահարմարության ընդհատվել, նորից սկսվել, հետո նորից ինչ-որ մի բան ստացվել, այդպես չի լինում։ Եթե անգամ կան սխալներ, դժվարություններ, խոչընդոտներ, այդ խոչընդոտները հաղթահարելու ճանապարհներն է պետք ընտրել եւ ոչ թե սահմանադրություն փոխել եւ նոր հանրապետություններ հռչակել։ Արցախի հետ կապված հարցերը նորից մենք ունենք մեր պատկերացումները եւ տեսլականը, բայց քանի որ մենք շարժում ենք եւ մեր նպատակն է համախմբել կոնսոլիդացիա ապահովել, սա այն առանցքային հարցերից մեկն է, որի շուրջ կարող են լինել որոշակի այսպես տարաձայնություններ եւ մենք միասնական պիտի որոշում կայացնենք, թե ինչպես ենք այդ ընթացքը ապահովելու, հա, ինչպիսի գործառույթներ ենք իրականացնում, ինչպիսի գործողություններ ենք իրականացնում։ Իսկ արցախցիների իրավունքները դա
միջազգային նորմերով սահմանված իրավունքներ են։ Դրանք որևէ մեկ անձի կամ որևէ մեկ երկրի, անգամ եթե շատ մեծ է այդ երկիրը, որոշելու խնդիրը չի։ Դրանք միջազգային կոնվենցիաներով սահմանված իրավունքներ են։ Հետևաբար որևէ մեկը դա չեղարկել չի կարող։ Այլ խնդիրը թե ընդհանրապես ինչպես պիտի լուծվեն այդ հարցերը։ Նորից կան բազմաթիվ շատ սուր հարցեր, որոնց մեր տեսակետը այս պահին արտահայտելու պարագայում կարող է կոնսոլիդացիա ապահովելու խնդիր լինի։ Հետևաբար մենք պիտի փնտրենք բոլոր ճանապարհները, բոլոր հնարավոր միջոցները, հնարավորինս մեծ թիմ կազմավորելու, թեպետ մեր թիմը այնպես չի որ փոքր է, բայց ներառական թիմի նկատի ունեմ ապահովելու հարցում եւ այն ցավոտ եւ սուր հարցերը, որոնք որ կան, դրա շուրջ պիտի համախմբենք եւ միասնական դիրքորոշում ունենանք։ Սա միակ լուծումն է այս պահին առաջ գնալու համար։ Մեզ համար, ինչպես ասացին գործընկերներս, շատ ավելի սկզբունքային եւ կարեւոր են այն 3 կետերը, որոնք մենք անդադ նշում ենք, դա պետական խորհուրդը, թվային կամ թվանշային, մեզ մի քիչ ուղղել են ավելի ճիշտ է ասել թվանշային պետությունը, բայց թվային պետություն մեր հասարակության ավելի ծանոթ բառ է եւ համապարփակ անվտանգային համակարգը։ Եվ էլի անպայման պիտի նշեմ նորից առիթ օգտագործելով այն ֆիլտրները, որոնք մենք դրել ենք, իսկապես թույլ չեն տալու կեղծ օրակարգեր ունեցող խմբերին գալ ու միանալ, որովհետև լուստրացիան ինքը շատ խիստ ֆիլտր է եւ դժվար թե այն մարդիկ, ովքեր մեղմ ասած այդքան էլ բարեպաշտ անցյալ չեն ունեցել, համաձայնվեն, ինքնակամ համաձայնվել, անցնեն լուստրացիայի process-ով։ Բոլոր այն ուժերը, որոնք որ իսկապես իրենց անգամ եթե ինչ-որ խնդիրներ են ունեցել, բայց անկեղծ են իրենց մղումների հետ փրկել պետությունը, որովհետև մենք իսկապես պետությունը փրկելու վերածնունդ ապահովելու խնդիր ենք դրել, այո, այդ ուժերը գալու են եւ միանալու են եւ համաձայնվելու են եւ լուստրացիային եւ մարատորի դնելու իրենց նեղ քաղաքական, կուսակցական, աշխարհայացքային հարցերը դնելու են երկրորդական պլան։ Այնպես որ ծրագիր մենք բազմաթիվ ուղղություններով ունենք արդեն մշակված ծրագրեր, բայց նորից թե սոցիալական ոլորտի, թե տնտեսական մենք ունենք մեր տեսլականները եւ մեր ծրագրերը, բայց հիմա դրա մասին խոսելը ճիշտ չենք համարում, որովհետեւ կարող է ինչ-որ խմբերի դա ընդունելի չլինի։ Ավելի լավ կլինի, ավելի ճիշտ կլինի, եթե մենք համախմբենք, նստենք սեղանի շուրջ ու քննարկենք, թե ինչպիսի լուծումներ ենք միասին գտնելու։ Եթե այլ հարցեր չկան, շատ շնորհակալություն բոլորին մաղթում ենք ուժ, համբերություն, որովհետև սա շատ երկար ու դժվար ճանապարհ է լինելու, բայց մենք իսկապես շփվելով շատ տարբեր մարդկանց հետ արդեն համոզմունք ունենք ներսում, որ մենք ունենք այդ ռեսուրսը, մենք ունենք թե մարդկային ռեսուրս, թե գաղափարների ռեսուրս, մենք ունենք իսկապես մեծ հնարավորություն 2026 թվականին գնալ փոփոխությունների եւ իսկապես ստեղծել մի պետություն, որը ամուր հիմքերի վրա դրած կլինի, ճիշտ երաշխիքներ ստեղծված կլինեն եւ մեր հույսը դրսի վրա չի լինի, մեր հույսը լինելու է մեր ներուժի վրա։ Սա իսկապես հնարավոր է, այնպես որ բոլորին համբերություն եւ ուժ։ Շատ շնորհակալ եմ։ Ես այո Ձեր ուժը օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները համարում է ձեռքբերում թե ոչ, եթե խնդիրներ եք տեսնում, ինչ խնդիրներ, Տիկին Կարապետյան, կխնդրեմ դուք պատասխանեք որպես վարչապետի թեկնածու եւ իշխանության գալու դեպքում օրինակ ինչպես կվարվեք այդ պայմանավորվածությունների հետ, եթե այնտեղ խնդիրներ եք տեսնում։ Ցանկացած ժառանգություն, որը մենք կստանանք, կընդունենք ի գիտություն եւ կշարժվենք այդ կետից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս նոյեմբերի 9-ի համաձայնագիր ասեմ, ինչ ասեմ, չգիտես էլ ինչա, հայտարարությունը ստորագրելուց հետո տարիներ շարունակ այդ նույն հարցն էին տալի, որ գաք նոյեմբերի 9-ը ինչ է կանելու։ Նոյեմբերի 9-ը ինքնին կարծես թե չեղարկվեց։ Հետևաբար որևէ մեկը չգիտի, թե այս տեմպերով, որով շարժվում է մեր իշխանությունը, մենք իշխանության գալու պայմաններում ինչ ժառանգություն ենք ստանալու։ Ցանկացած ժառանգություն, որը մենք ստացանք, ընդունելու ենք ի գիտություն եւ շարժվելու ենք Հայաստանի Հանրապետության շահերից եւ ճիշտ ճանապարհը ընտրելու ճանապարհով են գնալու, ուրիշ տարբերակ չկա։ Այսօր կանխատեսել, թե այն ինչ կլինի, բավականին դժվար է, որովհետև ոչ միայն մեր իշխանություններն են անորոշության մեջ, այլ նաև ամբողջ աշխարհն է ցավոք սրտի խորը անորոշության մեջ։ Հետևաբար բավականին բարդ է լինելու։ Մենք ամբողջությամբ գիտակցում ենք, որ շատ բարդ ժամանակահատվածում ենք
այս պատասխանատու գործընթացը սկսել եւ շատ դժվար է լինելու հաջորդ իշխանություններին, շատ դժվար է լինելու, բայց դա միևնույնն է, չի պակասացնում մեր ցանկությունը ունենալ իրապես կայուն, իրավական, սոցիալական, պաշտպանված պետություն, զարգացող պետություն։ Ես վստահ չեմ, որ մենք գիտենք ամբողջ պատկերը, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ կան պայմանավորվածություններ, որոնք կամ դեռ չեն հրապարակվել, կամ բանավոր են ձեռք բերվել, գրավոր չեն գուցե, որտեղ մենք այդպիսի դրվագներ այս իշխանության օրոք տեսել ենք։ Հետևաբար, երբ դու չունես ամբողջ պատկերը, դու չես կարող գնահատել։ Երբ ելակետային տվյալները քեզ համար հասկանալի չեն, դու չունես այդ տվյալները, դու չես կարող գնահատել, դա ավելի երկարատև ծրագրով։ Ավելացնեմ, որ այդ փաստաթուղթը պայմանագիր չի, դա ընդհանրապես մտադրությունների մասին հուշագիր է եւ հուշագիրը լավն է թե վատ կախված կլինի այն բազմաթիվ կետերից անպատասխան հարցերի պատասխաններից, որոնք գուցե մի օր կստանանք կամ էլ չենք ստանա, ինչպես արդեն Տիկին Կարապետյանցը ասեց, այսինքն բոլոր լուծումներն էլ ըստ էության մեր կողմից առաջարկող լուծումները ըստ փաստի, ըստ կոնկրետ իրավիճակի են լինելու, երբ որ մենք կգանք իշխանության։ Եթե այլ հարցեր չկա, ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլոր լրատվականներին եւ բոլոր նրանց, ովքեր եկել էին, բոլոր նրանց, ովքեր հետևում էին մեզ։ Իմ խոսքը ամփոփելով ես ուզում եմ ասել, որ մեր համար կարևորագույն խնդիր է դուրս գալ այս հուսահատության եւ պարտավորականության վիճակից եւ փորձել ամեն ինչ անել կերտելու ինքնորոշված եւ արժանավայել ապագա մեր ու մեր սերունդների համար։ Դա մեր առաքելությունն եմ համարում ես եւ կարծում եմ այն բոլոր առաջարկներն ու մարտավարությունը, որը մենք ընտրել ենք, թույլ է տալու հասնել բաղձալի նպատակին։ Շնորհակալություն։ Ես էլ շնորհակալական խոսքում հայտնում բոլորին շատ շնորհակալ եմ եւ կուզենայի վերջում ասեի, որ իհարկե մենք ամեն ինչ անելու ենք եւ Տիկին Կարապետյանցը ղեկավարելու է այդ շարժումը, մենք վստահ ենք, որ ի վերջո կգանք նրան եւ հայը եւ պատիվը հոմանիշներ են դառնալու, դա մեր համար կարևորագույն արժեքներից է։ Շատ շնորհակալ եմ։